Բարոս Էլիկուրի եղբայրներ ջան, եկեք ամբողջացնենք արդեն Հռոմեացիս 9:14-ից 24-ը։ Սակայն ժամանակը խնայելու համար ես չեմ ուզում 14 համարից կարդամ, որտեղ բավարար արդեն 6 ձայնագրություն ունեցել ենք, ես կընթերցեմ ուղղակի 19-ից 24-ը, որտեղ այսօր արդեն կկենտրոնանանք երկու կարևոր սկզբունքի, որովհետև մենք ընդհանրապես տեսանք, երբ որ ընդհանուր հատվածի մեջ առաքյալը ներկայացնում է, որ Աստված փրկության առումով արդար է եւ նաեւ մարդու պատասխանատվության առումով արդար է, իսկ փրկության առումով, երբ որ փրկության հիմքում խոսեց սուվերեն ընտրության, իսկ փրկության հիմքում ընկած Աստծո ընտրությունը, իր ազատ կամքի արտահայտությունը, եւ նաեւ մարդու պատասխանատվության հարցում ընկած է մարդու ազատ կամքը, այս պարագայում առաքյալը ցույց տվեց, որ Աստծո մոտ անիրավություն չկա եւ հիմա ինքը որպեսզի ավելի ամբողջացնի թե ինչի համար Աստված այդ ընտրությունը կատարեց, ինչի համար Աստված ընտրեց ընտրությունով փրկություն, ինչի համար Աստված ընտրեց դատաստանի համար մարդու պատասխանատվություն, ինքը ներկայացնում է, որ դա Աստծո մտահղացման, Աստծո ծրագիրն, Աստծո որոշումն հավիտենականությունից առաջ եւ այդ մտահղացման հիմքում առաքյալը դրեց Աստծո փառք, այսինքն ամեն բանի հիմքում ընկած Աստծո փառքը, եթե Աստված չունենար փառքը եւ չունենար ցանկություն իր փառքը ցույց տալու, որովհետեւ մեկ մտահղացում չէր լինի, ուրեմն նույնպես Աստծո որոշումը եւ ծրագիրը կապված է Աստծո փառքի հետ, որտեղ Աստված ցանկություն ունի ցույց տալու եւ մեր հատվածը ուղղակի ներծծված է այս խորհրդով, նույնիսկ եթե 17 համարը նայեք, երբ որ փարավոնի մասին է խոսում, որին Աստված թողնում է իր ազատ կամքով, այսինքն իր սրտի ցանկության, ասում է, որովհետև գիրքն այսպես է ասում Փարավոն, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատմվի, 17 համարը, այսինքն իմ անունը դա նշանակում Աստծո հատկությունը, ամբողջությունը, փունջը Աստծո էության, իմիջիալոց։ Ամեն անգամ, երբ որ Աստվածաշնչի խոսքը ծռվում է, կատարվում է երկու կարևոր վտանգ, սա ամենակարևորն է, որ մենք հիշենք։ Աստծո խոսքը ծռել, դա նշանակում է վտանգի ենթարկել Աստծո հատկությունի ճշմարտությունը, այսինքն Աստծո հատկությունների արտահայտության ճշմարտությունը եւ Աստծո էության ճշմարտացիությունը։ Այսինքն մենք վնասում ենք, մենք արգելակում ենք Աստծո հատկությունների ճիշտ երևալը եւ Աստծո էության ճիշտ երևալը, երբ որ մենք Աստվածաշնչյան հատվածը ծռում ենք։ Հենց դրա համար Աստվածաշունչը տրված է, որպեսզի մենք Աստծուն ճանաչենք նրա հատկությունները եւ նրա էությունը։ Իսկ երբ որ մենք Աստվածաշնչի խոսքը ծռում ենք, այս երկու վնասն ենք անում, այս երկու վտանգը կա։ Մենք ծռում ենք Աստծո հատկությունը եւ ծռում ենք Աստծո էությունը։ Ռուսերենում ավելի խորն աստվածաբանության մեջ характер и сущность Бога, այսինքն մենք սա խեղաթյուրում ենք։ Դրա համար այդ հատվածը, որը որ պիտի արտադրանք տար, այսինքն ճշմարտությունը իմանալով եւ նրան հավատալով պիտի արտադրանք տար մարդ եւ Աստված հարաբերության մեջ, հակառակ process-ն է կատարվում, ոչ թե հարաբերությունը ավելի բարձրանում է դեպի Աստված, Աստծո շնորհքի ճանաչողություն, այլ մարդու կարողություն, երբ որ ծռում ենք, եւ այս պարագայում արտադրանքը հակառակ կերպ, այսինքն արգելք է հանդիսանում Աստված ճանաչության, նրա հատկությունների եւ նրա էության։ Եկեք ընթերցենք արդեն 19-ից 24 եւ կանադառնանք արդեն մեր 4-րդ եւ 5-րդ սկզբունքին, որտեղ առաջի սկզբունքը մենք տեսանք կա արդյոք իմաստ այս ամենի մեջ եւ տեսանք այո, այն նպատակ ունի։ Երկրորդ մենք տեսանք, որ ստեղծվածը երբեք չի կարա իմաստուն լինի ստեղծողից։ Մենք այս հատվածի մեջ ենք նայում 19-ից 24-ի մեջ ենք տեսնում, սա արդեն մենք խոսել ենք նախորդ ձայնագրության մեջ։ Եվ մյուսը մենք տեսանք, որ արարիչը որպես հեղինակային իրավունք ունի իր արարածին օգտագործելու իր նպատակներից ելնելով եւ իմիջիալոց այդ նպատակները նույնպես արդար են, այսինքն եթե խոսքը գնում է սուվերեն ընտրության մասին փրկության առումով, մենք տեսնում ենք, որ Աստված արդար է եւ երբ որ խոսքը գնում է մարդու պատասխանատվության դատաստանով, դեռ նույնպես տեսնում ենք, որ Աստված արդար է, այսինքն Աստված արդար է, որովհետև Աստված վերցրել է պարտականություն, որ մեղավորին պիտի դատապարտի։ Իսկ եթե Աստված ցանկություն ունի այդ օրենքի շրջանակներից դուրս արտահայտի իր գթությունը եւ ողորմությունը որոշակի դատաստանի արժանի անոթների վրա, սա Աստծո ազատ կամքի արտահայտությունն է։ Մենք այս երկուսը արդեն նայել ենք, ես չեմ ուզում արդեն նորից խորանանք սա։ Այսինքն այստեղ անարդարություն չկա, դրա համար առաքյալը 14-ից մինչև 19 պատասխանում է այս հարցին. կա արդյոք Աստծո մոտ անիրավություն, եւ հարցը առաջացել էր սուվերեն ընտրությունից, երբ որ խոսեց Եսավի եւ Հակոբի ընտրության մասին, դեռ բարի գործ չարած։
Եվ այստեղ առաքյալ ուղակի մեջ բերելով աստվածաշնչյան ճշմարտությունն է, Ելից գրքի ցույց տվեց, որ չկա անարդարություն։ Եվ հիմա փարավոնի պարագայում ասում է, տեսեք, փարավոնին էլ Աստված ասում է, որ ուզում եմ ցույց տամ, այսինքն քեզ թողնում եմ քո ազատ կամքին, որպեսզի ցույց տամ իմ զորությունը։ Եվ մենք անդրադառնանք, եկեք 19 համարից ընթերցենք։ Ապա ինձ կասես, ել ինչի է մեղադրում, նրա կամքինով հակառակ կկենա։ Այստեղ արդեն մենք պետք է հասկանանք, որ հեղինակը, երբ որ բացատրեց, ունկնդիրը հասկացել է, որ Աստծո մոտ անարդարություն չկա, դրա համար ասում է, դե եթե այդպես է, ել ինչի է մեղադրում, եւ առաքյալը բացատրում է ինչի, քո ազատ կամքի համար, որ դու քո ազատ կամքով քո մեղավոր բնության օղակներում մեղք ես գործում անդադար։ Սրա համար էլ մեղադրում է, այսինքն արդար է, ինքը անարդար չի մեղադրում քեզ։ Հիմա մեր մյուս զանազանությունների մեջ մենք սա խոսել ենք։ Եկեք ավելի առաջ գնանք արդեն 4 եւ 5 սկզբունքներին։ Եվ հետևից միթե բրուտը իշխանություն, բայց դու ով ես մարդ, երբ որ հարտասրական իրակամքինով հակառակ կենա, անմիջապես հետևից ցույցատալի արարիչ եւ արարած հարաբերությունը։ Եվ այդ հարաբերության օղակներում մենք արդեն խոսում ենք 5 կարևոր սկզբունք։ Առաջինը կա արդյոք իմաստ այս ամենի մեջ, այո։ Երկրորդը ստեղծվածը իմաստուն չի իր ստեղծողից, եւ երրորդը արարիչը հեղինակային իրավունքով իրավունք ունի իշխանությունը իր գերիշխանությունը բանեցնի իր ստեղծվածի վրա իր մտահղացման համեմատ, ներդաշնակ իր մտահղացումների, եւ այն արդար է։ Եվ հիմա արդեն 4-րդ հատկություն մենք ունենք Աստծո նպատակը կայանում է նրանում, որ Աստված ուղղակի ունի մեծ ցանկություն իր հատկությունները ցույց տալու։ Եվ անցյալ անգամ մենք խոսեցինք, որ երբ որ աստվածաբանության մեջ մենք ունենք այսպես դոքսոլոգիա առարկա, որը ուսումնասիրում Աստծո փառքը եւ Աստծո հատկությունների ամբողջությունը, նրանք որոնք ուսումնասիրեն աստվածաբանություն, լավ գիտեն, որ Աստվածաշնչում Աստծո հատկությունների ամբողջությունը դա Աստծո փառքի հասկացողությունն է։ Այսինքն հիշում եք Մովսեսն ասեց, քո փառքը ինձ ցույց տուր, եւ Աստված խոսում է իր հատկությունների մասին։ Ես գթած Աստված եմ, ողորմած Աստված եմ, մարդասեր Աստված եմ, մեղավորին պատժող Աստված եմ, դա իր հատկություններն է։ Այդ իր հատկությունները ցույց է տալի ով է Աստված։ Այս սա ամենակարևոր սկզբունքն է, որը կա։ Այսինքն եթե մենք նրա հատկությունների ամբողջությունը չտեսնենք, մենք չենք տեսնի Աստծո փառքը։ Այսինքն Մովսեսը ճանաչում էր Աստծուն, բայց գթածության, ողորմության առումով ճանաչեց, երբ որ Աստված ցույց տվեց, դրա համար Աստված ասաց կողորմեմ ում որ կողորմեմ, որովհետեւ մեկը արժանի չի որ ողորմեմ, բայց ես կողորմեմ ում որ կողորմեմ եւ կգթամ ում որ կգթամ։ Այսինքն այս սկզբունքի մեջ առաջ եկավ Աստծո ազատ կամքը հավելյալ, ավելի, այսինքն օրենքի շրջանակներից ավելին ողորմում է նրանց, ում պետքա դատապարտել։ Այսինքն այստեղ կարևոր սկզբունք է, այստեղ որևէ մեկը չի կարող ասի ինչի նրանց չդատապարտեցիր, որտեղ Աստված ունի իր ազատ կամքի արտահայտությունը, գթածությունը եւ ողորմությունը, որտեղ Աստված նաեւ ցանկություն ունի ցույց տա իր այդ կարևոր հատկությունները իր փառքի շրջանակում։ Սա կարևոր է։ Եկեք ամբողջացնենք։ Ապա ինձ կասես, ել ինչու է մեղադրում, նրա կամքինով հակառակ կկենա, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս, միթե Աստվածը, միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչի այդպես արիր ինձ։ Միթե Իսրայելը կարասի ինչի ինձ տարար Բաբելոնի գերություն, որովհետև մեղք գործեցիր։ Եվ ես պատիժ բերեցի քո, չէ՞ որ ես խոստացել էի օրենքի շրջանում, թե այսպես անես, այսպես կլինի։ Այսինքն որևէ մեկը չի կարող Աստծուն ասի, ինչի ինձ այդպես արեցի, Աստված արդար է ամենտեղ։ Ինչի ինձ այսպես արեցի, քո ազատ կամքի համար, քո մեղք գործելու համար։ Եվ հիմա ասում է, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս։ Ասես Աստված իրավունք ունի իր ծրագիրը իրականացնի։ Աստված իրավունք ունի ինձ հետ վարվի այնպես, ինչպես արարիչ։ Իհարկե, բայց արդար կերպով։ Հիմա տեսեք, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս։ Միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ, եւ բացատրություն է տալիս։ Միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից չինե մեկը պատվի անոթ եւ մյուսը անարգության։ Եվ ինչ, եթե Աստված էս եւ ինչ է ցույց տալու, որ Աստված արդար է վարվում։ Եվ ինչ, եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, շատ երկարամտությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորուստի համար պատրաստ էին, բնագրի մեջ այդպես է, ոչ թե պատրաստված էին, այլ պատրաստ էին, իրենք արդեն հասցրել են այդ վիճակին, պատրաստել են իրենց, եւ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար, սա արդեն այլ բառ է։ Մենք արդեն խոսել ենք այս մասին, որ մեզ կանչեց ոչ թե միայն հրեաներից, այլ հեթանոսներից։ 24 համարում անդրադառնում է նորից
փրկության անխախտելի շղթային, ում որ ընտրեց կամ ում որ սկզբում ճանաչեց, նրանց կանչեց, ում որ կանչեց արդարացրեց, ում որ արդարացրեց նրանց փառավորել արավ։ Այսինքն նորից անդրադարձա, որ մենք նույնպես այդ ողորմության անոթներն ենք, որոնց կանչեց, որոնք այդ նախասահմանության մեջ են նրա որդու պատկերին կերպանակից լինելու, նրանց կանչեց։ Եվ ասում ոչ միայն հրեաներից, այսինքն իր նաև հեթանոսներից, ինչի ենք առաջ քաշում այս սկզբունքը հրեաներ եւ հեթանոս, որտեվ կարմիր գծով Հռոմեացիս թղթում այս միտքը արծարծվում է։ Ինքը երբ որ անդրադառնում առաջի գլխում դատաստանի, խոսում է սկզբից հեթանոսների դատաստանի տակ դրեց իրենց ազատ կամքով Աստծուն մերժելու, այսինքն տեսեք խոսքը մարդկանց ամբարշտության վրա հայտնվում Աստծո բարկությունը եւ երկրորդ գլխում հրեաների մասին խոսեց, որոնք բարոյական են, սակայն օրենք ունեն, բայց օրենքը չեն կատարում, չեն կարող կատարել։ Սա կարևոր է, այսինքն Հռոմեացիս թղթում հեթանոս եւ հրեա հասկացողությունը ասոցացվում ամբողջ մարդկության հետ, այսինքն այս երկու կատեգորիան շեշտելով առաքյալի նկատի ունի, որ ընդհանրապես մարդը չի կարող օրենքի գործերով արդարանալ։ Մենք մի շուտ այս մասին ավելի խորը խոսենք, որտեղ կարևոր շեշտ կա։ Հիմա այս սկզբունքի մեջ, երբ որ ինքն ասում է եւ ոչ միայն հրեաներից, այլ հեթանոսներից է, շեշտում է, որ այս կանչվածները ընդհանուր առմամբ նաև ավետարանով փրկվածներն են, ոչ միայն հրեաները, այլ նաև հեթանոսները, այսինքն Աստծո փրկությունը ունիվերսալ է եւ շեշտում է, որտեղ այդ մասին ինքը խոսում է 4-ից մինչեւ 6-րդ գլուխները։ Հավատքի միջոցով փրկության մասին եւ ոչ թե փրկվում է նա, որ օրենքը ունի, այլ նա, որ հավատում է Աստծո փոխանորդ Զոհին, Հիսուս Քրիստոսին։ Այսինքն փրկությունը հավատքով է, ոչ թե օրենքի գործերը կատարելով։ Ուրեմն հիմա այս առումով եկեք անդրադառնանք, այսինքն տեսեք 24 համարում, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրեաներից, այլ հեթանոսներից է, ինքը ցույց է տալի, որ այս ողորմության անոթները եւ հրեաներից են, եւ հեթանոսներից են, բոլոր մարդկության մեջ Աստված ունի այս ողորմության անոթները։ Հիմա 4-րդ կարևոր սկզբունքը, Աստված նպատակ է ունի ցույց տալու իր փառք կամ իր հատկությունները ամբողջությամբ։ Աստծո ծրագիրը կայանում է նրանում, որ Աստված ցանկություն ունի ցույց տա իր ամբողջական փառքը, ինչպես կարդացինք 17 համարում, որտեղ Գիրքն ասում է Փարվոյին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատվի։ Այս զորություն բառը, որ մենք կարդում ենք բնագրի մեջ, այն Աստծո ամենակարողություն բառն, այսինքն ամենակարողություն բառն, այն դինատոս բառն, դինատոս, որ նշանակում է ռուսերենի մեջ մագուշեստվա, զորությունը մագուշեստվա, ամենակարողությունը ցույց տա, ամենակարողությունը, եկեք այս բառը մի քիչ ավելի խորը նայենք, ամենակարողությունը, մի կարողություն, որը մեծ կարողություն է, որը մարդու համար անհասանելի կարողություն է։ Այսինքն մենք այս հատվածում տեսնում ենք, որ ինքը կարողություն ունի դատապարտելու ապստամբներին, դա մի կարողություն է, որը չի խեղճանում ապստամբների առաջ, այլ հաղթանակ է բևերցնում ապստամբների վրա։ Դրա համար ինքն օգտագործում է այս բառը, ամենակարողությունը։ Սա Աստծո հատկությունն է եւ սա Աստծո փառքի բաղադրիչներից ամենակարևորներից է, ինչպես նաև ողորմությունը, գթությունը, համբերությունը, երկարամտությունը, արդարությունը, սրբությունը, բոլոր ամբողջացնում են ով Աստված։ Սա կարևոր է։ Տեսեք, այսինքն Աստված հենց սկզբում ծննդոցից, երբ որ մենք անդրադառնում ենք արդեն Աստվածահայտնության 5 կտակարան եւ նոր կտակարան, բոլորը Աստծո անսխալական խոսքն է։ Աստված հայտնում է իր անձը, եւ իր անձը Աստված հայտնում է իր փրկagorցության ծրագրի օղակներում։ Աստվածաշունչը մեզ չի խոսում ուղակի ով է Աստված։ Աստվածաշունչը մեզ առավել ցույց է տալի ով է Աստված եւ արտահայտում է, որ Աստված փրկող Աստված է, փրկություն բերող Աստված է։ Եվ այս փրկությունը ունի մի քանի կողմեր։ Մենք մի քիչ հետո, եթե ժամանակ մնա, կանրադառնանք սրան։ Փրկություն չի նշանակում, որ միայն Աստված ազատում է մարդուն հավիտենական դատաստանից ապագայում։ Փրկություն նաև նշանակում է սրբացման ընթացքում Աստված ազատում է նաև մարդուն իր մեղավոր սովորություններից, ազատում է։ Նույնպես փրկություն բառն առաքյալն օգտագործում Ֆիլիպեցիս 2:13-ում է։ Ձեր փրկությունը կատարեք։ Հիմա տեսեք, չի ասում որ փրկությունը կիսատ է, հիմա ամբողջացրեք։ Այդտեղ ասում է ձեր փրկությունը կատարեք, գործի դրեք։ Ձեր վարքը թող ցույց տա, որ փրկությունը ինչ է։ Հիմա այս առումով
Փրկությունը նաև վերաբերվում է ավելի ընդհանրական նոր երկինք ստեղծելուն, որտեղ Աստված վերցնում է ամբողջական անեծքը, այնինչ մեղքի պատճառով եկել էր։ Փրկությունը նաև նշանակում է մեղքը եւ մահը պարտվեց, այսինքն այս ամբողջությունը փրկության հետ է կապված։ Դրա համար փրկությանը նույնպես չի կարելի նայել ուղղակի։ Հիմա Աստծո ծրագիրը, որը ուղղակի ցույց է տալի մեզ Աստծո փրկagorցությունը, այն ունիվերսալ է, այդ փրկagorցության օղակներում է արտահայտվում Աստծո բոլոր հատկությունները։ Եթե այդ Աստծո հատկությունները մենք ուղղակի առանց փրկության ծրագրի ենք տեսնում, այսինքն առանց Աստծո ծրագրի, օրինակ Աստված ծննդոցից ծրագրել է մարդու ստեղծագործությունը, երկրի եւ երկնքի ստեղծումը, մարդկային կյանքի պատմության ընթացքը, մեղքի անկումը, դրանք բոլորը, այսինքն ստեղծագործությունից, մեղքի անկումից, փրկագնման ծրագրից, հազարամյայից, նոր երկիր, նոր երկնքից, փրկagorցությունից, վերստին ծնունդից, այս բոլորն Աստծո ծրագրի բաղադրիչն է։ Այս ամենի ներքո արտահայտվում է Աստծո փառքը, այսինքն Աստծո հատկությունները։ Սա կարևոր է։ Դրա համար Աստված ունի այս ծրագիրը եւ մեր արդեն 4-րդ սկզբունքը, որ նայում ենք, Աստծո նպատակը կայանում է, որպեսզի Աստված ցույց տա իր փառքը, այսինքն Աստված ունի ցանկություն արտահայտելու իր հատկությունները։ Հիմա եկեք ավելի ամբողջական սրանք, տեսեք 22 եւ 23 համարներում սա տեսնում ենք։ Հետո ուշադիր եղեք մի կարևոր բանի, որ 22 եւ 23 համարներում մենք տեսնում ենք, որ Աստծո փառքը արտահայտվում է ոչ միայն ողորմության անոթների վրա, այլ նաև բարկության անոթների վրա նույնպես հայտարարվում Աստծո փառքը, այսինքն եթե հայերենում դա չի երևում, ռուսերենում դա շատ լավ երևում է։ Տեսեք, ես կընթերցեմ հիմա 22-ից 23 համարները, եւ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, նույնպես իր կամենակարողությունը, շատ երկարամտությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորուստի համար պատրաստված էին, եւ որ հայտնի ցույց տա։ Այս եւ որ հայտնի ցույց տալը բնագրի մեջ եւ որ միասին ցույց տա հայտնի, այսինքն այս երկուսը եւ բարկության անոթների վրա եւ ողորմության անոթների, որ միասին ցույց տա։ Օրինակ ռուսերենում միասին բառը օգտագործված է։ Տեսեք, что же скажем, если Бог желал показать гнев и явить могущество свое, с великим долготерпением щадил сосуды гнева, готовые к погибели, это весна, дабы вместе явить богатство славы своей над сосудами милосердия. Որպեսզի միասին ցույց տա, այսինքն պետք է հասկանանք, որ այս եւ բարկության անոթները, որոնց Աստված ուղղակի թողնում է իրենց ազատ կամքին, եւ ողորմության անոթները, որոնց Աստված անարժանաբար գթածություն եւ ողորմություն է ցույց տալի, քաշմա իր նպատակների համար, որպեսզի ցույց տա իր ողորմությունը, փառքի այդ մեծության կարևոր հատկությունը, երկուսն էլ իր փառքին են ծառայում։ Այսինքն մենք մի քիչ հետո ավելի կանադառնանք սրա։ Այն անոթների վրա, որոնց Աստված ազատ թողեց իրենց կամքին, հենց սրտի ցանկությունների համաձայն այդ անոթների վրա նույնպես ցույցատալի իր փառքի, այսինքն իր հատկությունը, որոնց վրա երևում է Աստծո բարկությունը, որի հիմքում ընկած Աստծո արդարությունը եւ սրբությունը, եւ ցույցատալ իր համբերությունը, եւ ցույցատալ իր երկայնամտությունը, այսինքն տեսեք, այս ամենը նույնպես Աստծո փառքի բաղադրիչներն են, այսինքն Աստծո հատկություններն են, եւ նաեւ ողորմության անոթներ, որոնց վրա գթություն եւ ողորմություն նաեւ ցույցատալի Աստված։ Հիմա այս առումով մենք հասկանում ենք, որ Աստված ունի կարևոր նպատակ, որպեսզի հայտնի ցույց տա իր փառքը։ Մեկ այլ բառով ասած, Աստված ցանկանում է ցույց տալ իրեն, որպեսզի մենք ճանաչենք ով, ինչպես Մովսեսն ասաց, քո փառքը ցույց տուր, եթե շնորհք եմ գտե, քո փառքը ցույց տուր։ Եվ հիմա Աստված ունի այս իր ամբողջական առաքյալը, այս ամբողջական փրկության ծրագրի մեջ ցույց է տալիս, որ այս հատկությունները արտահայտվում են Աստծո փրկության ծրագրի մեջ։ Այն իմաստ ունի։ Կարևոր մի սկզբունք, դա համար են կարդում, որ 17 համարում ասում է, որպեսզի այս թողեցի քեզ քո կամքին գրգռեցի, որպեսզի քո վրա ցույց տամ իմ ամենակարողությունը։ Սա կարևոր սկզբունք է, որ տեսնենք։ Եվ այստեղ կարևոր մի կետ, տեսեք, երբ որ մենք հասկանում ենք, այսինքն այս ամենը, երբ որ Աստված ցույց է տալիս, որ իմ հատկությունները ուղղակի վակուումի մեջ չեն առաջանում, այդ հատկությունները կապված են իմ մտահղացման հետ եւ մտահղացումի մեջ տեսնելով այդ հատկությունների արտահայտությունը նոր ընկալում ենք ով է իրական Աստված, այսինքն նոր այդ ժամանակ Աստվածաշունչը մենք ընկալում ենք Աստվածակենտրոն, ոչ թե մարդակենտրոն։ Ինչ է նշանակում Աստվածակենտրոն եւ մարդակենտրոն։ Հիշեք, Աստվածակենտրոն դա երբ որ բարձրանում էր Աստծո դերը կամ Աստծո արժեքը, երևում էր ով Աստված եւ երևում էր այդ ժամանակ ով է մարդը։
երևում էր տարբերությունը արարիչի եւ արարածի, երևում էր սրուփի եւ ընկածի, այսինքն այս սա կարևոր է։ Եվ եթե մարդակենտրոն մոտեցում էր, բարձրանում էր մարդու դերը, մարդու արժեքը, մարդու կարողությունը, այստեղ փոքրանում էր Աստծո դերը։ Հիմա սա կարևոր է, այսինքն մենք պետք է տեսնենք սա։ Տեսեք, մի կարևոր սկզբունք, այս պարագայում, երբ որ մենք անդրադառնում ենք Աստծո փառքին, փոխվում է փրկagorցության ամբողջական պատկերը։ Փոխվում է, ինչով է փոխվում։ Մարդը հասկանում է, որ փրկությունը իր արժեքի հետ չի կապված, որ փրկությունը իրեն համար չի, փրկությունը Աստծո համար է։ Մի քիչ հետո ավելի ես կփորձեմ ժամանակի մեջ տեղավորենք։ Փրկությունը ինչ է նշանակում փրկությունը Աստծո համար է։ Փրկության հիմքում ընկած է Աստծո փառքը, այսինքն փրկությունով Աստված ցույց է տալի, որ ինքը փրկող Աստված է։ Փրկությունով Աստված ոչ թե ցույց է տալիս, որ մարդը ունի կարողություն փրկվելու, որտեղ մարդը չունի, այլ փրկությունով ցույց է տալի, որ Աստված ունի ողորմությունով եւ գթությունով օրենքի շրջանակներից ավելին օգտագործի իր ազատ կամքը փրկելու, այսինքն Աստված ունի կամք փրկելու, այսինքն Աստված փրկող Աստված է։ Եվ ինչպես ես ասացի, փրկություն հասկացողությունը ունի շատ կողմեր, շատ կողմեր։ Փրկությունը ամբողջանում է 3 կարևոր բաղադրիչով։ Կա փրկության հանդեպ տեսանկյուն էգզեգետիկական, այսինքն մենք տեսնում ենք համատեքստերի մեջ ինչպես է 5 կտականում Աստված փրկում Իսրայելին, օրինակ Եգիպտոսից, դա նույնպես փրկություն է կոչված։ Ինչպես է փրկում ինչ-որ որևէ մեկին իր մեղքերից, օրինակ երբ որ Քրիստոսը եւ այդ միջանկյալ շրջանում երբ որ Քրիստոսը կար, երբ որ մեկին բժշկում էր, ինքն ասում էր քո հավատքը քեզ փրկեց, չի ասում քո հավատքը քեզ բժշկեց։ Օրինակ այն Մատթեոս եթե անդրադառնանք Մատթեոս 9:22, Մարկոս 10:52 կույրին բժշկելուց, ինքը չի ասում քո հավատքը քեզ բժշկեց, քո հավատքը քեզ փրկեց, այսինքն այս փրկել բառը սոտերիա, դա համար մենք ունենք սոտերիալոգիա, այսինքն փրկagorցության մասին ուսուցում, որը ամբողջական աստվածաբանական ուսուցումը սիստեմատիկ աստվածաբանության մեջ, որտեղ ուսումնասիրում ենք փրկության բոլոր կողմերը։ Դա շատ կարևոր է, որ մենք ճիշտ ընկալում ունենանք ինչ է փրկությունը, այսինքն փրկությունը միայն նեղ օղակով չտեսնենք դատաստանից ազատվել, այլ փրկությունը տեսնենք, որ նաև սրբացման ընթացքում Աստված շարունակում է փրկել մեզ մեր հատկություններից, այսինքն մեղքի հետևանքներից, այստեղ մեղքի հետևանքից ազատվում է նաև այս կինը բժշկությունով, դա մանիք ասում է քո հավատքը քեզ փրկեց, այսինքն ոչ միայն հավիտենական դատաստանից, այլ նաև ներկա կոնկրետ մեղքի վնասվածքից։ Սրանք ունիվերսալ ընկալումներ են, դրա համար եթե մենք ճիշտ ենք տեսնում փրկagorցություն, բառի նշանակությունը եւ օգտագործումը ընդհանուր աստվածաշնչում, ճիշտ ենք հասկանում փրկություն, այսինքն փրկությունը բոլոր կողմերով ենք տեսնում։ Ինչ է նշանակում փրկություն։ Ասեք նեղ օղակով չենք տեսնում։ Աստված ինձ փրկել է, հիմա ինչ ուզեմ գնամ անեմ։ Չէ, Աստված քեզ փրկել է իր փառքի համար, սա նշանակում է, որ դու փրկվել ես, որպեսզի փառավորես Աստծուն, այսինքն դու փրկվել ես, որ ոչ թե քո համար ապրես, այլ փրկվել ես, որ նրա համար ապրես։ Այսինքն փրկagorցությունը, երբ որ մենք տեսնում ենք դա Աստծո փառքի համար է, փոխվում է ամբողջ պատկերը։ Ինչպես Իսրայելը չէր ընկալել սա։ Իսրայելը մտածում էր, որ ինքը լավն է, դրա համար է իրեն Աստված փրկել։ Ինքը իր ներսում արժեք ունի, դրա համար Աստված ման եկավ, արժեք եկավ, իրան գտավ արժեքավոր եւ իրան փրկեց։ Եվ դրա համար 5 կտականում մարգարեները բղավում են այս մասին ուղակի։ Ես քո համար չեմ քեզ փրկում։ Օրինակ տեսեք նոր ուխտի շրջանակում, երբ որ Աստված Եսայի միջոցով խոսում է, որ քեզ կտամ նոր սիրտ կամ Երեմիա մարգարեի միջոցով նոր սիրտ, նոր հոգի, հետևից շեշտում է, որ ես սա իմ համար եմ անում, ոչ թե ձեր համար։ Այսինքն չմտածես, որ դու լավն ես դրա համար եմ անում։ Իսրայելը հետեսպես էլ մտածում էր, բա իհարկե ես լավն եմ, բա իհարկե պետք է այդպես անի, չէ որ ես արժեք եմ ներկայացնում։ Ինչպես այսօր շատ քրիստոնյաներ փրկagorցության սխալ ընկալումից ելնելով, մարդակենտրոնությունից ելնելով։ Եկեք անդրադառնանք այս հատվածներին։ Օրինակ Եզեկիել 36:22-ը խոսում է 5 կտականում նոր ուխտի մասին, որ Աստված նոր ուխտ պիտի անի։ Այսինքն նոր ուխտ հասկացողությունը սերտ կապված է Աբրահամի ուխտի հետ։ Աբրահամի ուխտը, այսինքն որով միակողմանի էր, իսկ օրենքը մեջ ընկավ, որպիսի մարդը ճանաչի, որ ինքը մեղավոր է, որպիսի հանցանքը շատանա, որպիսի տեսնի, որ մեղքը ինքը մեղքի գերի է։ Արդեն երրորդ հասկացողությունը նոր ուխտը կապված է Աբրահամի ուխտի հետ, որ քո սերունդով կորտվեն, այսինքն Քրիստոսով կորտվեն բոլորը, ով որ կընդունի Քրիստոսին։ Եվ արդեն 4-րդ 5-րդ գլուխները Հռոմեացիս խոսում է այդ մասին Ադամի մեջ եղած անձի, Քրիստոսի մեջ եղած անձի, մեղքի եւ մահվան գերության տակ եղած անձի եւ շնորհքի թագավորության տակ եղած անձի տարբերությունը։ Հիմա Եզեկիել 36:22 ընդհանուր կոնտեքստը դուք նայեք, որպեսզի տեսնեք, ընդհանուր կոնտեքստում խոսվում է նոր ուխտի մասին,
Ուզում եք սկզբից մի փոքր նայենք, որպեսզի ավելի ճիշտ տեսնենք։ Մենք անդրադառնալու ենք 22 համարին, տեսեք, հիմա մի քիչ վերևից նայենք, 16 համարից։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի Իսրայելի տանը իրենց երկրումը բնակեցվան եւ նրանց պղծեցին իրենց ճանապարհով եւ իրենց գործերով։ Դաշտանավորի պղծության պես եղավ նրանց ճանապարհը իմ առաջին։ Ես էլ իմ բարկությունը թափեցի նրանց վրա այն արյունի համար, որ թափեցին երկրի վրա, այսինքն զոհերի սխալ, եւ որ պղծեցին իրենց կուրքերով, այսինքն կուրքերի հանդեպ զոհ անելով, եւ նրանց ցեցի ազգերի մեջ, եւ նրանք ցիրության եղան երկրների մեջ, պատժի մասին է խոսում, նրանց ճանապարհը եւ նրանց գործերի համար դատաստան արի իրենց։ Եվ երբ որ գնացին այն ազգերի մոտ, ուր որ գնացել էին, ու որ ես ուղարկել եմ, պղծեցին իմ սուրբ անունը, ուշադիր նայեք, պղծեցին իմ սուրբ անունը, նորից անդրադառնում Աստված իր սուրբ անվանը, դա իր փառքն է, իր հատկությունն է անունը։ Իմ սուրբ անունը պղծեցին, երբ որ նրանց համար ասվեցավ, սրանք Տիրոջ ազգն են եւ նրա երկրից են դուրս եկել, այսինքն այն երկրից որ խոստացել են, այնտեղից են եկել, հիմա սրանք ներկայացնում են Աստծուն, թե կուրքերին, իհարկե կուրքերին էին զոհաբերում, դա ասում է այստեղ, սակայն ես գթացի, ուշադիր նայեք, 21 համարը, սակայն ես գթացի, իշմեք մենք կարդում ենք ում որ կգթամ, ում որ կորվեմ, սակայն ես գթացի իմ սուրբ անունի համար, անուն բառը միշտ հիշեք, այն ասոցացվում է ասո հատկությունների, օրինակ ինչ է նշանակում Մովսես, 5 կտականում, օրինակ ինչ է նշանակում Հակոբ, ոտը բռնող, խափող, Հակոբ, այսինքն անունը շեշտում էր այդ անձի հատկությունը, Մովսես ջրից դուրս եկած, այսինքն դրանք շատ կարևոր է մենք հասկանանք։ Դուք տեսնում եք, որ ծննդոցից սկսած անունները դրանք հատկությունների հետ է կապված։ Հիմա հենց այդպես չի, դա համար երբ որ Աստված ասում է իմ անունը, 14 անուն ունի Աստված, Յահվե, Յահվե Ռաֆա, Յահվե Շալոմ, Էլ Ռոյի, Էլոհիմ, դրանք բոլոր անունները ցույց են տալի ով է Աստված, Էլոհիմ, Արարիչ Աստված կամ Բարձրյալ Աստված, սրանք կարևոր են։ Հիմա ես շեշտում եմ, որ մենք հասկանանք, որ անուն բառը դա նշանակում է իր փառքը, որտեղ իր հատկությունների ամբողջությունը իր փառքն է։ Եվ 21-ում ասում է, սակայն ես գթացի իմ սուրբ անունի համար, որ Իսրայելի տունը պղծեց այն ազգերի մեջ, ուր որ գնացել էին։ Հիմա ուշադիր նայեք 22 համարում ինչ ասում։ Եվ այստեղ խոսքը գնում է նոր ուխտի մասին։ Սրա համար ասիր Իսրայելի տանը, այսպես է ասում Տեր Եհովան, չէ թե ձեզ համար եմ անում ես։ Չմտածեք, որ դա ձեզ համար եմ անում։ Չէ թե ձեզ համար եմ անում ես, ով Իսրայելի տուն, այլ իմ սուրբ անունի համար, որ դուք պղծեցիք այն ազգերի մեջ, որ գնացել եք։ Եվ հետևում կարդում ենք արդեն. Ես ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողվեմ ձեզ ամեն երկրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը։ Ինչի համար։ Ձեր լավ լինելու, ոչ, իմ անվան համար։ Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ մաքուր պիտի լինեք եւ ձեր բոլոր պղծություններից եւ ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ ում համար ձեր համար ոչ իմ անվան համար ուշադիր նայեք եւ ձեզ նոր սիրտ պիտի տամ ում համար ձեր համար ոչ իմ անվան համար տեսնում եք փրկությունն է սա նոր ուխտն է նոր ուխտի շրջանակն է իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը ում համար ձեր համար իմ սուրբ անվան համար այսինքն սա կարևոր է որ մենք տեսնենք եւ Իսրայելը այդպես էր մտածում ինչի է Աստված շեշտում ոչ թե ձեզ համար այլ իմ համար որտեղ ինքը ցույց է տալի որ իմ ծրագիրը ձեր Եգիպտոս գնալը ձեզ Եգիպտոսից հանելը ձեր Բաբելոնի գերություն տանելը Բաբելոնի գերությունից բերելը շնորհքի մնացորդը գտնելը փրկելը այսինքն այս ամենը ես անում եմ իմ անվան համար այսինքն որպեսզի տեսնեք ով եմ ես որպեսզի բոլոր ազգերը տեսնեն ով եմ ես այսինքն ես ձեզ ընտրեցի որպեսզի ձեր միջոցով երևամ ով եմ ես մյուս ազգերին բայց դուք ուրիշ բան ցույց տվեցիք դուք կուրքերին զոհմատուցանեցիք դուք ինձ ցույց չտվեցիք դուք ձեզ ցույց տվեցիք դրա համար ինչպես Մովսեսը հիշում եք իր բարկությունը փոխանակ ցույց տար Աստծո ամենակարողությունը որ համբերող է նույնիսկ այդ վիճակում տրտունջի մեջ կարա ժայռից ջուր հանի Մովսեսը ցույց տվեց իր բարկությունը դե առեք խմեք խփեց եւ այստեղ Աստված ասեց դու ինձ չփառավորեցիր այսինքն ինձ ցույց չտվեցիր դու քո բարկությունը ցույց տվեցիր բայց ես քեզ կանչել եմ որ դու բոլոր ժողովրդի առաջ ինձ ցույց տաս ով եմ ես համբերությունով զսպվածությունով երկանամտությունով գթությունով ողորմությունով Աստված եմ այսինքն այստեղ է կարևոր սկզբունքը գլխավոր շեշտը Աստծո մտահղացման ծրագրի Աստծո փառքն է դա համար ասում հենց դրա համար քեզ գրգռեցի որ քո վրա ցույց տամ իմ ամենակարողությունը որ բոլոր երկրի մեջ պատմվի ով եմ ես
Սա Աստծո գերագույն նպատակն է իր ծրագրի օղակներում։ Եթե մենք սա չենք տեսնում, ուրեմն տեսնում ենք մեր կարողությունը։ Եվ մենք չենք տեսնում Աստծո փառքը հիմքում ընկած եւ փրկagorցության եւ փրկության բոլոր կողմերի։ Այսինքն բոլոր կողմերի նկատի ունեն փրկagorցությունը, որտեղ օգտագործված է եւ վերստին ծնունդի կամ փրկության դատաստանից ազատվելու, եւ սրբացման ընթացքի, եւ Աստծո փառքը մտնելու կամ փրկությունը մտնելու արդեն։ Այս առումով, երբ որ մենք ասում ենք փրկության ամբողջ կողմերը տեսնել, սա նշանակում է մենք հասկանում ենք, որ այդ փրկությունը Աստծո փառքի կարևոր բաղադրիչ է, որտեղ երևում է Աստծո բոլոր հատկությունները իր ծրագրի մեջ, այդ փրկagorցության մեջ։ Ես մի քանի անգամ կրկնվում եմ, ես հասկանում եմ սա, բայց կրկնվում եմ, որպեսզի առավել ընկալենք ինչի համար է առաքյալը, երբ որ խոսում է միթե Աստծո մոտ անիրավություն կա 14 համարից եւ անմիջապես 19 համարից անդրադառնում է Աստծո փրկության ծրագրին, ցույց է տալի Աստված ուզում էր սա, Աստված ցանկություն ունի, որպեսզի իրեն ցույց տա։ Հիմա այսքան վերստին ծնունդը, Սուրբ Հոգին, սրբացումը, քավությունը, նոր սիրտ, նոր հոգի, օրենքը նրանց մեջ դնելը, դա Աստված անում է իր փառքի համար։ Իհարկե օգտվում ենք մենք փրկվածներս, նրա ողորմությունով եւ գթությունով, անարժաններս, բայց դա Աստված անում է իր անվան փառքի համար, ոչ թե ինձ համար։ Հիմա դե փրկել եմ, լատարեն շահերս, դե գնա ինչ ուզում ես արա, չկա այդպիսի բան։ Այսինքն փրկagorցությունը ճիշտ ընկալող է, ինքը հասկանում է, որ ինքը մեղքի գերությունից ազատվելով դարձել է Աստծո գերի, մեղքի ճորտությունից ազատվելով մենք դարձել ենք Աստծո ճորտ։ Դա այնտեղ բառը օգտագործում է ծառաներ, մեղքի ծառայեք, հիմա Աստծո ծառայեք, ծառա բառը դուլոս բառն է, որը նշանակում է ճորտ, սեփականություն։ Այսինքն սա պիտի մենք ընկալենք, եթե լեքսիկոլոգիան է նույնիսկ ուսումնասիրենք, սխալ ընկալումներ կունենանք։ Մենք Աստծո սեփականությունն ենք, դա նշանակում է Աստված մեր Տերն է եւ մեր Տիրոջ համար ենք մենք ապրում, ծառայում ենք նրան ամբողջությամբ, նրա կամքին։ Սա ամենակարևորն է։ Մյուս հատվածը, որը ավելի համահունչ է, ներդաշնակ է մեր այս սկզբունքին, որ Աստված ամեն բան անում է իր փառքի համար կամ Աստծո ծրագրի հիմքում ընկած է իր փառքի ցույց տալը։ Դա Եսայի մարգարեությունը 40 սիրելի եղբայրներ ջան, ընդհանրապես ամբողջ Աստվածաշունչն է ներծծված Աստծո փառքով։ Աստծո փառքը աստվածաշնչյան պատճառն է։ Ինչի Աստված տվեց մեզ Աստված հայտնություն, Աստվածաշունչ, անսխալական խոսք, որպեսզի ճանաչենք իրեն։ Ինչը ճանաչենք, ով է Աստված, իր էությունը եւ իր հատկությունը, եւ Աստվածաշունչը նույնպես, քանի որ մենք ունենք, պատճառը Աստծո փառքն է, որտեղ Աստված ցանկություն ունի իր փառքը ցույց տալու եւ այն ցույց է տալի Աստվածաշունչի միջով, այսինքն Աստված հայտնության միջոցով այդ 66 գրքերի կանոնավոր։ Հիմա մենք հիմա հասկանում ենք արդեն թե ինչ իմաստացեք Եսայի 48-րդ գլխի 11 համարում մենք կարդում ենք իմ պատճառով պիտի անեմ, որտեղ ինչպես պղծվում է իմ անունը եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տա։ Ուշադիր նայեք, անուն, փառք, ինչ է սա նշանակում։ Անունը Աստծո հատկություններն են, Աստծո հատկությունները ցույց են տալի Աստծո փառքը։ Սա կարևոր աստվածաբանական թեզ է, որ ես կուզեմ դուք հիշեք։ Երբ որ խոսքը գնում է Աստծո, դրամանիկն ասում է իր փառքի մեծությունը, սա նշանակում է իր փառքի ամբողջությունը, ոչ մի բան պակաս չլինի։ Մենք արդեն մեր 5-րդ բաժնի մեջ մենք կանադառնանք սրան եւ կարևոր բան կտեսնենք։ Այսինքն ինչա ցույց տալի մեր հատվածում մենք կնենք 22-23 համարում կարևոր բաներ կտեսնենք, թե ինչա ցույց տալի եւ ինչ պատճառներ է ինքը վերցնում, որպեսզի դա ցույց տա։ Մի քիչ հետո դա կնենք, որտեղ մենք իսկույն ամբողջացնենք։ Հիմա մենք տայում ենք 4-րդ հատկությունը, 4-րդ հատկությունը որն է։ Աստծո ծրագրի կամ մտահղացման հիմքում ընկած է Աստծո փառքի ցուցադրությունը։ Աստված ցանկություն ունի իր փառքը ցույց տալու։ Սա ամենակարևորն է։ Հիմա տեսեք 11 համարում կարդում ենք Իմ պատճառով պիտի անեմ, որտեվ ինչպես պղծում է ռուսերենի մեջ ավելի ради себя, իմ համար եմ անում սա, ոչ թե ձեզ համար, այլ իմ համար, որ իմ սուրբ անունը պղծել եք, որ ես իմ անունը ցույց տամ, իմ հատկությունները ցույց տամ, փառքը։ Դրա համար տեսեք, այստեղ Եսայի մարգարեության մեջ 4-րդ համարում ինքը ուղղակի ասում է ով եք դուք։ Այսինքն դա ձեզ համար չի, դուք որովհետև գիտեի, որ դու պինդ ես եւ քո շլինքը երկաթի ջիղերից է եւ քո ճակատը պղնձից, դու պնդաճակատ ես։ Ես քո արժեքի համար չեմ դա անում։ Ես ուղղակի իմ սուվերեն կամքով ընտրել եմ քեզ, ներգործում եմ քո մեջ, այսինքն նրանք, որոնք սրբացման այդ շնորհքի մնացորդը նրանց պես ներգործում եմ, քեզ թողում եմ քո ազատ կամքին, գնում ես, պաշտում ես կուրքերին, որպեսզի ցույց տամ ով եմ ես։ Այսինքն այս ամենը Աստված ասում է, եւ 4-րդ համարում որպեսզի ցույց տա, որ դու դակ չեք, ասում է դուք ով եք։ Դուք ասում է պնդաճակատ եք։ Որովհետեւ գիտեի, որ դու պինդ ես, եւ քո շլինքը երկաթի ջիղերից է, եւ քո ճակատը պղինձ է։
քո մկանները ի նկատի ունի քո մտածելակերպը երկաթ է, քար է, այն նուրբ չէ։ Ես գիտեմ ասում դա։ Եվ դրա համար այստեղ խոսքը գնում է, որ ես ընտրեցի եւ 8 համարը նայեք ավելի կարեւոր, տեսեք, դու ոչ լսել ես եւ ոչ էլ գիտեիր եւ ոչ էլ ականջդ բաց էր վաղուց, որտեվ ես գիտեի, որ դու խիստ նենգավոր խորամանկ ես։ Ես եւ որովայնից քեզ ապստամբ եմ կոչում։ Ապստամբ մեղավոր բնություն ես, ես դա գիտեմ։ Այսինքն հանգարց ով Իսրայել, չմտածես, որ Աստված քեզ փրկեց, որովհետև դու լավն էիր, որովհետև դու կարողացար քո ազատ կամքով Աստծուն այո ասել։ Հանկարծ չմտածես տենց։ Եթե այդպես մտածում ես դու քեզ ես փառավորում արդեն։ Այսինքն դու չես ցույց տալի ով է Աստված։ Դու չես ցույց տալի իր գթությունն ու ողորմությունը քո վրա։ Դու քո կարողությունն ես ցույց տալի։ Այդ համանիկն ասում է, տեսեք 8 համարում խոսում է ով ես դու, 4 համարում խոսում է ով ես դու, եւ 11-ում ավելի ամբողջացնում է։ 11-ում ասում է ես իմ համար եմ դա անում, ոչ թե քո համար, իմ համար։ Այսինքն փրկությունը, փրկagorցությունը ամբողջությամբ, երբ որ մենք ընկալում ենք Աստծո ծրագրի օղակներում, փոխում է իր կերպարը։ Դառնում է Աստվածակենտրոն, որ շատերն այսօր ընկալում են մարդակենտրոն։ Եկեք ավելի խորանանք սրա մեջ։ Որպեսզի տեսնենք, որ ես հենց այնպես չեմ խոսում, տեսեք 5 համարում ինքն ասում է ինչի եմ ես ասում, որ ես իմ համար եմ անում։ Ինքը հիմա Աստված բացատրել է ինչի եմ ես ասում, որովհետեւ դու միտք ունես, որ դու մտածում ես, որ քեզ դու ես կամ քո կուրքն է քեզ այդպեսին արել։ Հիմա ուշադիր նայեք 5 համարում։ Նրա համար վաղուց քեզ պատմեցի եւ գալուց առաջ քեզ լուր տվի, միգուցե ասես իմ արձանս արավ սրանց եւ իմ քանդակած եւ ձուլացող կուրքերս են հրամայել այն։ Ինքն ասում է չխառնես ինձ քո ձուլացող կուրքերի հետ, դա ես եմ անում եւ անում եմ իմ անվան համար, հանկարծ իմ փառքը ուրիշին չտաս, հանկարծ իմ հատկությունները չվերագրես քեզ։ Այն որ ես ունեմ գթածություն եւ ողորմություն, դու դա քո կարողությանը չվերագրես։ Դա ես եմ քեզ տալի կարողություն, դա ես եմ քո աչքերը բացում, որ ավետարանի լուրը հասանելի լինի եւ հավատք եմ տալի, որպեսզի ապաշխարես։ Դա ես եմ անում, դա քեզ չվերագրես։ Դա քո կարողությունը չի, դու ծնված օրվանից ապստամբ ես։ Ապստամբ մեղքի մեջ մահացած, Եփեսացիս 2-րդ գլուխ։ Մեղքի մեջ մեռած էիք։ Նա ձեզ կենթանացրեց, ոչ թե դուք ձեզ կենթանացրեցիք, այլ նա ձեզ կենթանացրեց։ Եվ սա է կարևոր, եւ մեզ երկնավորներում նստեցրեց նա, ոչ թե մեր արժանինքները։ Եվ ամեն սա հասկացողը ընկալում է, որ դա Աստծո փառքի հետ է կապված, դա Աստծո հատկությունն է, ոչ թե իր հատկությունը, Աստծուց անկախ մի կարողություն։ Տեսեք հիմա։ Դրա համար մեր հատվածում, երբ որ առաքյալն անդրադառնում է Աստծո արդարության, ընտրության հարցում, փրկության հարցում Աստված արդար է օգտագործելով սուվերեն անկախ ընտրությունը մարդու կամքից, մարդու հատկությունից անկախ ընտրությունը եւ նաեւ օգտագործելով մարդու ազատ կամքը, այսինքն օգտագործելով նրան պատասխանատվությանը բերում դատաստանի առումով, օգտագործելով նրա ազատ կամքը։ Այս ամենի օղակում անդրադառնում է արդեն ծրագրին եւ հիմքում ցույց է տալի, որ դա Աստծո փառքն է եւ 16 համարում սրա համար է ինքն ասում 16 համարում, որովհետեւ մենք հասկանանք, որ դա Աստծո գործն է, տեսեք 16 համարում, ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, որ ուզում է իրեն ողորմի, որովհետեւ չկա մեկը, որ կամենում է, որ Աստված իրեն ողորմի։ Բոլորը Աստծուն հակառակ են եւ ոչ էլ վազողից, ոչ էլ ջանք անողից, այլ Աստվածանից, որ ողորմում է։ Այսինքն անմիջապես ոչ թե մարդու հատկություններից, այլ Աստծո ողորմությունից, որ Աստված ուզում է ողորմել։ Դրա համար, այսինքն այստեղ մենք հասկանում ենք, որ հենց սրա համար Աստված մարդուն փրկում, որպեսզի ցույց տա իր ողորմությունը, գթությունը, ոչ թե մարդու կարողությունը ցույց տա։ Ուրեմն, նաև Եփեսացիս 2:4-10-ը, որ մենք կարդում ենք, տեսնում ենք ընդհանրապես ովքեր եկեք անդրադառնանք սրա, տեսեք։ Վասնզի նրա ստեղծվածն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Հիշում եք նույն բառն է, առաջուց պատրաստեց մեզ, նա խորոք սահմանեց, որ ողորմությունը ցույց տալու է անոթների վրա։ Մնացածին թողնում է իրենց ազատ կամքով, իրենց պատասխանատվության տակ։
Հիմա սրանք կարևոր է, որ մենք հասկանանք, բայց եթե մի քիչ վերև նայենք, հենց այս խոսքը արծարծում է այս ամեն ինչը, բայց Աստված, տեսեք 4-րդ համար, բայց Աստված, որ մեզ է միջև 4-րդ համարը ցույց է տալի ով է մարդը եւ ինչ ազդեցության տակ է, 3 ազդեցություն, իր մտքի կամքը կատարելու, օդի իշխանի գերության տակ, աշխարհի սկզբունքներով հոսանքի տակ գնացող, մեղքի մեջ մեռած, հիմա 4-րդ ասում, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի նույն հատկություններն է, շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, չի ասում, երբ որ կարողություն ունեիք հասկանալու, ձեզ օգտագործեց այդ ձեր կարողությունը, երբ որ մեռած էիք հանցանքներում, մեռած, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, ով մեզ կենդանացրեց, իմ կարողությունը, ոչ, Աստծո կարողությունը, դրա համար հետևից ասում, որ մեկը չպարծենա, Քրիստոսի շնորհքով եք փրկված։ Շնորհքով նշանակում է ձրի արժանացել է ձեզ մի բանի, որ դուք չեք կարող արժանանալ։ Շնորհքով եք փրկված, նրա հետ մեզ հարուց եւ նրա հետ երկնավորերում նստեցեց, հարուց բառը օգտագործում, որտեղ դուք մեռած էիք։ Դա համար ասում հարուց անեց։ Նրա մեզ հարուց եւ նրա հետ երկնավորերում նստեցվեց արդեն։ Ոչ թե պիտի ձեռք բերենք փրկությունը, փրկեց, բայց այդ փրկությունը պիտի նաև արտահայտվի ընթացքի մեջ, դա նույնպես փրկություն է կոչվում, փրկում է, փրկությունը կատարեք, երբ Ֆիլիպեցիս թուղթն ասում, սա նշանակում է ձեր այդ փրկությունը, որ ունեք, հիմա գործի դրեք, թող երևա։ Նրա հետ մեզ հարուց եւ նրա հետ երկնավորերում նստեցեց Քրիստոս Հիսուսը, որ նոր եկող դարերումը հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեզ վրա ցույց տված քաղցրությունով է։ Ինչի ինքը դա արեց, որ նոր եկող դարերում ցույց տա իր փառքը, իր շնորհքի գերազանց մեծությունը։ Ինչը ցույց տա, իմ կարողության մեծությունը, ոչ, իր շնորհքի, իր ողորմության մեծությունը, իր կարողությունը ցույց տա, իր փառքը ցույց տա, իր հատկությունը ցույց տա, ոչ թե իմս երևա, ես չունեմ։ Այս է, ասկեն իմ վրա է ցույց տալի, դա համար ես ապաշխարում եմ իր ներգործությունով, իր ողորմությունով, որ ինձ աչքերս բացում է, ինչպես ասես թող լույս ծագի, այնպես մեր սրտերի մեջ այդ լույսը ծագեցեց, որ ավետարանի լույսը հասկանանք, որտեղ միջև այդ ավետարանը մեզ համար հիմարություն է, որտեղ մենք հոգևոր չենք, եթե Աստված մեր չլուսավորի, սա կարևոր է, որ նոր եկող դարերում ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը, Քրիստոս Հիսուսը մեզ վրա ցույց տված քաղցրությունը, որտեղ շնորհքով եք փրկված, սա ձեզանից չի, շնորհքով եք փրկված, հավատքի ձեռով, շնորհքով, ոչ թե օրենքի գործերով, այլ հավատքով, հետևից նայեք, եւ սա ոչ թե ձեզանից է, ինչ է, միայն շնորհքը, իսկ հավատքը մեզանից է, ոչ, որտեղ շնորհքով եք փրկված, այսինքն ձեր կարողությունով չի, Աստծո ողորմությունը, շնորհքը նույն բառն է, ողորմությունով եք փրկված, հավատքի ձեռով, ոչ թե օրենքի գործերն անելով, այսինքն ձեր կարողությունը չկա այդտեղ, որովհետեւ տեսեք որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով եւ սա ոչ թե ձեզանից է, ինքը շեշտում է այս բառը, ձեզանից չի դա, դուք չունեք դա, այլ Աստծո պարգևն է, Աստված ձեզ նվիրել է դա, դուք արժանի չեք, ինչի, ոչ թե գործերից, այդ գործերի մեջ մտնում են շատերը, երբ որ ասում են ես հավատացի, հավատքը իմ կարողությունն է, հավատքը սարքում են գործ, գալու եք, հավատքը միջոց է, ոչ թե պատճառ է փրկության, այլ միջոց է փրկության հрьяաները որպես փրկության պատճառ առաջ են քաշում օրենքի գործեր, բայց օրենքի գործերը կատարեցի, դրա համար Աստված ինձ փրկեց։ Աստված ասում է ոչ, օրենքի գործերով մեկը չի կարա պարծենա, չկա օրենքի գործեր կատարող, երրորդ գլուխը այդ մասին է խոսում։ Առաջին գլուխը դրում է դատաստանի մեջ բոլոր հեթանոսներին, երկրորդ գլուխը հрьяաներին, ասում է օրենք ունես, բայց օրենքը չես կատարում, երրորդ գլուխում ասում է չկա մեկը որ օրենքը կարողանա կատարել։ Օրենքը տրված է որ դու իմանաս որ դու չես կարա կատարես, որ դու մեղավոր ես եւ շնորհքի ողորմության կարիք ունես։ Այ սրա մասին է խոսքը, որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա շնորհքի գերազանց մեծությունը Հիսուս Քրիստոսի մեզ վրա ցույց տված քաղցրությունով է, որտեղ շնորհքով եք փրկված հավատքի ձեռով եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Որ մեկը չպարծենա, հետեւաբար որովհետեւ նրա ստեղծվածն ենք Հիսուս Քրիստով հաստատված բարի գործերով, որ Աստված առաջուց սահմանեց մեզ, որ նրանցում վարվենք։ Սա կարևոր սկզբունք է, որ ուզեցա տեսնենք։ Պետք է հիշենք, շնորհքը մեզանից չի, դա Աստծուց է։ Կենթանացնելը մեզանից չի, դա Աստծուց է։ Մեռած իրան չի կարա կենթանացնի, եթե մեկը չկենթանացնի։ Հավատքը ձեզանից չի, դա Աստծո շնորհքն է։ Այս ամենը ունի նպատակ, որպեսզի ցույց տա Աստված իր փառքը, որպեսզի մենք տեսնենք Աստծո փառքը։
եւ նրա փառքի ամբողջությունը, կամ ասում է իր փառքի մեծությունը, ամբողջ փառքը ցույց տա։ Եղենց Եփեսացիս թղթի հենց առաջի գլխում առաքյալը երբ որ ներկայացնում է մեր նպատակը, ինչի համար ենք մենք, ասում է 6-րդ մանը, իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհքը ցույց տվավ մեզ այն սիրելիովը, իր փառավոր շնորհքի գովասանքի առաջուց սահմանելով, որ իրեն որդեգիր լինենք, այսինքն մեզ առաջուց սահմանեց իրեն որդիներ Հիսուս Քրիստոսի միջոցով իր կամքի հաճության պես իր կամքի ուզածով հետևից իր փառավոր շնորհքի գովասանքի համար ինքը մեզ սահմանեց իրեն որդի իր փառքի գովասանքի համար ոչ թե մեր կարողության այսինքն մեր փրկությունը մեր փրկության հիմքում որը արտահայտում է Աստծո փառքը ընկած է Աստծո փառքը այսինքն Աստված ցանկանում է իր փառքը ցույց տա դրա համար է մեզ փրկել ոչ թե մենք լավն էինք որ փրկեց այլ ինքն է ուզում իր փառքը ցույց տա դրա համար մեզ անարժաններից քաշեց փրկեց որովհետեւ ցույց տա որ ինքը ողորմություն ունի որ ինքը ողորմության հատկություն ունի գթություն ունի Աստված հիմա եկեք արդեն մեր 5-րդ կետին սկզբունքին նայենք եւ ամբողջացնենք արդեն բավարար ժամանակ անցավ եկեք նայենք ընդհանրապես 22 եւ 23 համարներում ինչա ցույց տալիս Աստված եկեք նորից ընթերցենք 22 եւ 23 համարները Եվ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը, եթե ձեզ հարց տամ, ինչ էր ուզում ցույց տալ Աստված այս հատվածի հենց սկզբից, իր բարկությունը, ճիշտ է, բարկություն, նայեք։ Եվ ինչ եթե Աստված կամենում է ցույց տալ իր բարկությունը, 22 համար, բարկությունը դա այն միջոցն է, որով Աստված ցույց է տալիս իր ամենակարողությունը նայեք 22 եւ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ իր բարկությունը եւ հայտնել իր զորությունը կամ ամենակարողությունը ինչպես ասեցի դինոտոս բառը մագուշեստվա ամենակարողությունը այսինքն ում վրա է ցույց տալի նրանց վրա որոնք բարկության եւ Աստված ցույց տալի բարկություն հիմա տեսեք եթե Աստված ծրագրեր թույլ չտար ստեղծագործության մեջ մեղքի անկում եւ մեղքի անկման հետևանքում մարդը չընկներ Ինչպես պիտի Աստված արտահայտեր ցույց տալ իր բարկությունը։ Եթե չկա մեղք, ինչի վրա պիտի Աստված բարկանա։ Այսինքն դուք չեք տեսնի, որ Աստված բարկություն ունի։ Այսինքն հատուկ Աստված իր ծրագրի մեջ թույլ տվեց, Աստված մարդուն չգցեց մեղքի մեջ։ Մարդը իր ազատ կամքով ընկավ մեղքի մեջ։ Աստված ասեց՝ «Չուտես»։ Ուտես կմեռնես, չուտես, Աստված չասեց կեր, որ իմ ծրագիրը կատարվի։ Չուտես, բայց մարդը իր ազատ կամքով ընկավ։ Սա ցույց է տալի, որ մարդը առանց Աստծո արժեքային համակարգի, առանց Աստծո ներգործության ինքը չի կարա կատարել այն ֆունկցիան, որի համար Աստված նրան ստեղծել է փառքի համար։ Դրա համար, երբ որ մեզ փրկագնում է իր փառքի համար, արդեն իրական մենք տեսնում ենք երկրորդ Ադամին, ով երկնքից է, առաջի Ադամը շնչավոր երկրից, դա նույնպես մարդու կատարողականի process-ն է, սկզբից շնչավոր, հետո հոգևոր, այսինքն Աստված ստանում է այն մարդուն, որին իրական ուզում է իր փառքի համար, Քրիստոսի կերպարը կրող անձին, արդեն այդ անձը հասկանում է, որ ինքը առանց Աստծո ոչինչ է, ինքը արդեն Աստծո մեջ է, տեսեք, նեյտրալ չի, այս սա կարևորն է, այսինքն, ինչ ենք մենք տեսնում իր բարկությունով վրա հավիտյան իր զորությունը, իր շատ երկարամտությունը, տարբեր բառեր օգտագործած եւ իր համբերությունը։ Այս հատկությունները չեն կարող հայտնվել, եթե Աստված թույլ չտար մեղքի անկումը։ Ուրեմն մեղքի անկման նպատակը նույնպես ինչ ենք տեսնում, Աստծո փառքը։ Ստեղծագործության ամեն մի հատվածի մեջ արտահայտվում է Աստծո փառքը։ Այսինքն ես սկզբում շեշտեցի, ոչ միայն ողորմության անոթների վրա երևում Աստծո փառքը, այլ նաև բարկության անոթների վրա ինքը ցույց է տալի իր բարկությունը, որի վրա ցույց է տալի իր մեծությունը, ամենակարողությունը դինոտոս, որի վրա ցույց է տալի իր երկայնամտությունը, շատ երկայնամտությունը եւ շատ համբերությունը։ Շատ երկայնամտությունը որտեղ պիտի տեսնեք, եթե չկա երկայնամտության երկայնություն արտահայտելու անոթ, եթե չկա մեղավոր, ում վրա պիտի Աստված բարկանա, եթե չկա ապստամբող, ում վրա Աստված պիտի ցույց տա իր շատ համբերությունը։ Ուրեմն համբերությունը չի արտահայտվի, եթե համբերելու բան չկա։ Եթե որևէ մեկը չի բարկացնում ձեզ, ձեր համբերությունը չի երևա։ Եթե ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ ձեր ասածով է, ձեր բարկությունը չի երևա, այսինքն չի երևա, որ դուք արդար եք եւ պահանջում եք պատասխանատվություն։ Չի երևա ձեր բարկությունը, եւ ձեր բարկությունը եթե չերևա, չի երևա, այսինքն եթե չկա բարկության անոթ, չի երևա, դուք կրա վրա համբերում եք, զսպում եք ձեզ, թե չեք զսպում։ Ունեք զսպվածություն, թե չունեք, այսինքն բարկության անոթ պիտի լինի,
որ արտահայտվի ձեր զսպվածությունը, ձեր շատ երկայնամտությունը, համբերությունը, դա որպես դա Աստծո փառքի հատկությունները, որովհետեւ մենք ճանաչենք նրան համբերող, երկայնամիտ, գթացող, ողորմած, արդար, սուրբ, պիտի լինեն այդ պատճառները։ Դրա համար Աստված թույլ է տալիս, նորից եմ ասում, Աստված չի անում այդպես, թույլ է տալի մարդուն իր ազատ կամքով, որովհետեւ մարդը իրեն դարձնում այդպիսի անոթ, որովհետեւ Աստծո փառքը երևա։ Սրանք կարևոր սկզբունքներ որ հասկանանք, այսինքն գթությունը չի արտահայտվի, եթե չկա անարժան անոթ։ Հիմա դուք տեսնում եք Աստծո գթությունը աշխարհի վրա։ Այո, Հիսուսն ասեց իմ հայրը իր արևը ծագեցնում է եւ չարերի ամբարիշտների վրա եւ արդարների վրա։ Ինչի՞։ Այս մարդկանց Աստված արտահայտում է իր գթությունը։ Ինքը չի դատում հիմա մարդկանց։ Օր ասահման է։ Ինչի է օր սահմանը, որպիսի ժամանակի հատվածում այս դիսպենսացիայի մեջ ցույց տա իր գթությունը անոթների վրա, որոնք դատապարտության արժանի են։ Ինչա դուք կարծում եք, որ դուք արժանի եք, որ Աստված ձեզ վերքա տալի կամ որ ձեզ զավակները ապարգևում, որ ձեր երկիրը պահում է, մենք արժանի եք, դա իր ծրագրի համաձայն է, իր գթությունն է մեր վրա։ Հիսուս այս մասին խոսում է, այսինքն մենք մտածում ենք, որ Աստված այս աշխարհը պահում է, որտեղ աշխարհը արժանի է, մարդը բարի է։ Ոչ, աշխարհը չար է, եթե Աստված վարվի արդարորեն, բոլորին միանգամից պիտի պատժի, ինչպես առաջի աշխարհը ամբողջ ջերով մաքրեց։ Նույնը պիտի անի։ Բայց ինքն ասում է պահել եմ դատաստանի օրվան, որտեղ ինքը ունի որդիներ, որոնց վրա պիտի կիրառվի գթությունը, պիտի վերցնի, հետո մնացածը պիտի արդեն դատապարտվի։ Սակայն այստեղ կարևոր է մենք ընկալենք սա։ Այսինքն աշխարհի վրա կիրառվում է գթությունը։ Տեսեք, ծարտ ընկելը, տուն շինելը, երեխա ունենալը, համով կերակուրներ ուտելը, դա բոլորը Աստծո գթության հետևանքն է։ Աստված արտահայտում է իր գթությունը անդադար ամեն օր, վայրկյան առ վայրկյան իր գթությունն է արտահայտում։ Ինչքանով է մարդը սա անցալում, դա ուրիշ բան, բայց հասկացող, այսինքն Աստծուն ճանաչող արդեն տեսնում է սա եւ փառավորվում է Աստված այս process-ի մեջ, որ գթում է, համբերում է, երկայնամիտ է չարերի վրա։ Պատկերացրեք, դուք ճանաչում եք մի Աստծո, բայց չեք ճանաչում այդ Աստծո, որ ինքը բարկություն ունի, դուք չեք ճանաչում այդ Աստծո, որ ինքը երկայնամտություն ունի, համբերություն ունի, զսպվածություն ունի, գթացություն ունի, իմաստություն ունի, դուք չեք ճանաչում, բայց ճանաչում եք Աստծո։ Ինչպիսի Աստծո եք դուք ճանաչում, շատ նեղ, շատ փոքր, ուղիղ, բայց երբ որ ճանաչում եք իրականում Աստված, նաև ձեր Աստված ճանաչությունը բերում է ձեզ Աստծուն նմանվել, փառավորել, ձեր կյանքում արտահայտվում է նրա հատկությունները, ձեր հարաբերությունների մեջ, աշխարհի, մեղավորների հանդեպ, ձեր հավատացյալ եղբայրների քույրերի հանդեպ, շնորհքով վարքը, բոլորը ուղղակի Աստված ճանաչության հետևանքն է, որը արտահայտվում է մեր կյանքում։ Եթե անդրադառնանք 1:23 համարում, եւ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծություն, տեսնում եք իր փառքի ամբողջությունը, ողորմության անոթները, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար։ Քանի անգամ տեսակ այս հատվածում փառք, սա Աստծո մտահղացման բուն պատճառն է։ Եվ մենք տեսնում ենք, որ այս հատկություններով Աստված արտահայտում է իրեն։ Ուշադրին է, եթե չկա մեղավոր, չկա փրկagorցություն։ Եթե չկա մեղ, չկա փրկagorցություն, եթե չկա մեղավոր, չկա նաև համբերություն եւ չկա ողորմություն եւ գթություն այդ անարժան անոթի վրա։ Որպեսզի ամբողջացնենք մեր այս զանագրությունը, սիրելի քույրս, եղբայրս, սիրելի բարեկամս, որ լսում ես, եթե Քրիստոսի կատարածը հռչակվում է այսօր, այդ հռչակման հնազանդությունը քո կյանքում ցույց կտա, թե դու ինչպիսի անոթ ես։ Այսինքն, եթե դու հնազանդվես ավետարին, ուղղակի ցույց է տալի, որ դու այն ողորմության եւ գթության անոթ ես, որին Աստված սկզբից պատրաստել է։ Եթե ոչ, ուղղակի ուշադիր եղի, որ դու բարկության անոթ ես, եւ բարկության անոթները որքանով էլ հիմա Աստված ձեր վրա կամ բարկության անոթի վրա արտահայտում է իր գթացությունը իր փառքի համար, իր փառքի կարևոր հատկությունը։ Ի վերջո նաև ցույց է տալու իր փառքի մեկ այլ կարևոր հատկություն՝ արդարությունը եւ դատապարտելու է։ Դատապարտելու։ Դրա համար շատ կարևոր է մենք հասկանանք Աստվածաշունչը ուղղակի կոչ է անում ամեն մեկին, ով լսում է նրա խոսքը, ում հասանելի է, որպեսզի հնազանդվի եւ ընդունի Քրիստոսին որպես կյանքի Տեր եւ Փրկիչ։ Ծեսերը, արարողակարգերը, ձեր բարի գործերը, ձեր բարոյականությունը մի համատեք ձեզ մյուսների հետ, այն մեկ ավելի չար է, ես ավելի բարի եմ, դա ձեզ չի փրկի։ Դա ձեզ չի փրկի, որովհետև ամեն բան Աստված ստեղծել է իր փառքի համար, եւ իր փառքի համար Աստված ունի երկու անոթ, որոնք պատճառ են հանդիսանում, որպեսզի Աստված ցույց տա իր հատկությունները։ Դու մտածի,
քո վրա ինչ է ցույց տալի հիմա Աստված, իր բարկությունը, դու բարկության անոթ ես, իսկ եթե հնազանդվում ես ավետարանին, այսինքն Քրիստոսի կատարած փոխանորդ զոհին, որ քո համար վճարում է քո մեղքերը եւ քեզ տալիս է փրկություն, այդ ժամանակ կարաս ընկալես, որ դու նաեւ նախասահմանված այն ողորմության անոթն ես, որի վրա կիրառեց իր գթությունը եւ որ կգթամ ում որ կգթամ, կողորմեմ ում որ կողորմեմ։ Սա ամենակարևորն է։ Ուրեմն, որpիսի մենք ընկալենք սա, առավել մեր հատվածի մեջ մենք տեսանք, որ Աստված արդար է, ինչպես էլ որ վարվի եւ փրկության հարցում մարդու սուվերենտության եւ նաեւ դատաստանի առումով մարդու պատասխանատվության, մարդը պատասխանատվություն կրում է եւ նաեւ այս ամենը իմաստ ունի, այս ամենի հիմքում ծրագրում ընկած է Աստծո փառքը։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։